Ուկրաինական արյունոտ հակամարտության կարգավորման համատեքստում Բուդապեշտում պետք է հանդիպեին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդները, սակայն վերջին պահին այդ կարևոր հանդիպումը չեղարկվեց եւ ըստ էության մենք ֆիքսում ենք, որ Ուկրաինայում անգամ ժամանակավոր հրադադարի որևէ հույս չկա եւ պատերազմը շարունակվում է։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Երբ որ Դոնալդ Թրամփը ընտրվում էր Միացյալ Նահանգների նախագահ, շատերը խոսում էին, որ ուկրաինական ճգնաժամը շատ արագ կհանգուցալուծվի, սակայն ամիսներ անց մենք տեսնում ենք, որ պատերազմը, որը իր ուրույն ազդեցություն ունի Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի վրա, ոչ միայն չի ավարտվում, այլև կողմերը շատ ավելի սուր դիրքորոշումներ են հանդես բերում։ Խոսքը վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի մասին, որովհետեւ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ դիտարկում են ամերիկյան Տոմոհավք տիպի հրթիռների մատակարարումը Ուկրաինային, դրանի պատասխան Ռուսաստանը սկսեց միջուկային մարտագլխիկներով զինված զորքերի զորավարժություններ։ Տեսեք, ընդհանրապես Թրամփի ոճի մեջ է երբեմն էպատաժային հայտարարություններ անելը, հիշում եք, երբ նա ընտրարշավ էր վարում, խոստանում էր 24 ժամում պատերազմը ավարտել, հետո երբ որ ընտրվեց միջև զատիկ 100 օրվա ընթացքում եւ այլն, միջև հիմա արդեն բացահայտորեն խոստովանում է, որ ինքը ավելի հեշտ էր պատկերացնում այդ հակամարտության կարգավորումը, քան կար։ Միևնույն ժամանակ նա շարունակում է դա համարել Բայդենի պատերազմը, ամեն կերպ փորձում է իրեն դուրս դնել այդ պատերազմի պատասխանատվությունից, իհարկե այստեղ կա ճշմարտության էլեմենտ։ Տեսեք, ինչ էր Թրամփի ընտրությունը։ Դա էլիտաների դեմ պրոտեստ էր։ Իսկն իսկապես ամերիկյան հասարակությունը ունենալով սոցիալական բազմաթիվ խնդիրներ, կյանքի որակի հետ կապված, աշխատանքի գործազրկության հետ կապված բազմաթիվ կուտակված խնդիրներ, պրոտեստային ընտրություն արեց, ըստ էության հակադրվելով էքսպանսիային քաղաքականությանը, որը վարում էր Միացյալ Նահանգները։ Դոնալդ Թրամփն էլ հաղթանակ տարավ, որտեղ հասարակական այդ տրամադրությունները լավագույնս ինքն էր արտահայտում։ Բայց Թրամփի հաղթանակը չէր նշանակում, որ խորքային պետությունը, նեոկոնները, մյուսները այդքան հեշտ նահանջելու են, եւ Միացյալ Նահանգներում նրա նախագահության առաջին իսկ օրվանից համար պայքար սկսվեց այդ խմբավորումների միջև, որոնք ամեն ինչ անում են ռևանշի հասնելու համար, հա։ Մենք հենց իրանական կամպանիայում տեսանք, ինչ արժեին Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումները, որտեղ նա մի ձեռքով բանակցեց Իրան Իսլամական Հանրապետության հետ, մյուս ձեռքով վրա արեց Իսրայելի հարձակումը, կամ տեղի տվեց Իսրայելի էլիտաների։ Կամ ինչպես ինքն էր նշում, ֆիզիկապես ոչնչացրեցին բոլոր նրանց, ովքեր կոշտ գծի կողմնակիցներ էին։ Կներեք, բայց դա իր նախընտրական հռետորաբանության հետ որևէ կապ չուներ։ Իհարկե նա պարծենում է, որ 8 պատերազմ ավարտել է, շուտովին էլ կավարտի, բայց մենք գիտենք, որ այդ 8 պատերազմների մեջ մեկն էլ հայ-ադրբեջանականն է, եւ եթե ռեալ նայենք այդ իր թվարկած 7-8 պատերազմներից երկուսը 3 հարաբերականորեն ավարտված կարելի է համարել, մյուսները ավելի շուտ նման են այն իրավիճակին, երբ կարող ենք վստահաբար պնդել, որ կոնֆլիկտները զակատ են արվել, ընդամենը, ոչ թե ինչ-որ ավարտվել են։ Ուկրաինական հակամարտությունը իսկապես բարդ է, որտեղ կոնֆլիկտում ներգրավված կողմերը տարբեր պատկերավորություններ ունեն դրա կարգավորման պարամետրերի վերաբերյալ։ Նույնիսկ տեխնոլոգիական առումով, տեխնիկական առումով տարբեր մոտեցումներ ունեն։ Օրինակ, եթե Կիևը ու նրա արևմտյան դաշնակիցները հրադադարի անհրաժեշտությունն են ֆիքսում, Ռուսաստանը շեշտը դնում է կոնֆլիկտի համապարփակ կարգավորման անհրաժեշտության վրա, ինչպես իրենք են ասում, կոնֆլիկտը ծնող պատճառները վերացնելու նպատակով։ Տարբեր է նաև կողմերի պատկերացումները խաղաղության պարամետրերի մասին, ինչպես ասեցի, Ռուսաստանին պետք է չեզոք Ուկրաինա,
միշտեր Կիևի եւ հատկապես Եվրոմիության երկրների պատկերացումները միանգամայն այլ է։ Մյուս կողմից երկու կողմերն էլ Մոսկվան էլ եւ Արևմուտքի աջակցությամբ Ուկրաինան էլ դերևս պատերազմը շարունակելու ռեսուրսներ ունեն։ Հետևաբար դերևս չլուծված խնդիրներ ունեն։ Այս բոլորի հանրագումարը բերել է նրան, որ պատերազմի դադար մենք չենք տեսնում։ Իհարկե հույս կար, որ Հունգարիայում կհանդիպեն եւ ինչ-որ համաձայնությունների կգան, բայց ըստ ամենայնի Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո էլի արձանագրվեց, որ կողմերի պատկերացումները շատ հեռու են եւ այս պահին չեն կարող գալ ուրեմն ընդհանուր հայտարարի նույնիսկ հրադադարի հարցում, ինչպես դուք նշեցիք։ Անմիջապես այդ իհարկե իրենք չեն ասում չեղարկվել է, երկու կողմերն էլ գերադասում են դիվանագիտական այդ կիսաբաց պատուհանը թողել, ասում են պաուզա է, կամ հետաձգել են հանդիպումը, ոչ թե չեղարկել են, բայց մենք տեսնում ենք էսկալացիայի ավելացման ակնհայտ նշաններ, դա Թրամփի օրոք առաջին պատժամիջոցները ընդունվեցին, ընդ որում Ռուսաստանի համար շատ ցավոտ պատժամիջոցներ են սրանք, անկախ նրանից Ռուսաստանի էլիտային։ Բա Ռոսնեֆտի եւ Լուկոյլը դրանք բյուջեի համար էական նշանակություն են Ռուսաստանի, որտեվ հիմա նույնիսկ Հնդկաստանում եւ Չինաստանում են քննարկումներ սկսվել, ինչպես նավթային համագործակցությունը շարունակել Ռուսաստանի հետ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։ Սա ազդելու է անշուշտ, այլ խնդիր է, որ Ռուսաստանը արդեն արևմտյան պատժամիջոցները շրջանցելու բավականին հարուստ փորձ ունի եւ ըստ էության տնտեսությունը կարողացել է դնել ռելսերի վրա։ Մյուս կողմից նախորդին Պուտինը մասնակցեց Բուրևեստի քրթիրային այդ համակարգերի ցուցադրությանը, դա զենք է, որը ըստ ռուսական աղբյուրների 14,000 կիլոմետր կարողանում է թռիչք ապահովել, այսինքն էսկալացիան խորանում է, դա որևէ լավ բան Հայաստանին չի խոստանում, որովհետև ինչքան շուտ ռուս-ուկրաինական պատերազմը վերջանա, այնքան շուտ Հայաստանը կարող է իրապես հավասարակշռված բալանսավորված քաղաքականություն վարել մի կողմից, երկրորդը Ռուսաստանը ավելի մեծ ռեսուրսներ կարող է կենտրոնացնել մեր տարածաշրջանում, ինչի անշուշտ կայունացնող դերակատարություն կունենա։ Բայց սա մի process է, որի վրա Հայաստանը ազդել չի կարող։ Հայաստանի իշխանությունը մեկ բան պետք է աներ, турբուլենտ աշխարհում հրաժարվեր կտրուկ շրջադարձերից, ինչը ցավոք սրտի մի երկու դրվագով տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն այդ խոհեմությունը չի ցուցաբերել, այլ ճիշտ հակառակ տրամաբանությամբ է գործել։ Տեսեք, Դոնալդ Թրամփը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց գործնականում նա չի կարողանում իրականացնել իր խոստումները։ Եվ հետևաբար հարց է առաջանում, եթե Ադրբեջանը ինչ-որ կեղծ պատրվակով որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակում իրականացնել։ Նույն Դոնալդ Թրամփը, որը որ նշեց, եթե խնդիր լինի, դուք իմ հեռախոսահամարը ունեք, այսպես ասած, ինչպես է կանգնեցնելու Նալիևին։ Դուք շատ ցավոտ, բայց շատ լեգիտիմ հարց եք բարձրացնում, որովհետև Միացյալ Նահանգները այդ բանակցություններում ինչքան էլ պարծենա Թրամփը ակնհայտորեն ինստիտուցիոնալ միջնորդություն չի իրականացնում։ Հենց միայն փաստաթղթի վերջնամասը Վաշինգտոնի հռչակագրի, որտեղ կա Թրամփի ստորագրությունը որպես վկա, ոչ թե որպես միջնորդ կամ որպես մի կողմ, որը ինչ-որ երաշխիքներ է տալիս, բավարար է նման պնդում անելու համար։ Հետո մենք տեսանք, որ հեռախոս ինչպես ոմանք էին պնդում, Թրամփի WhatsApp ունեցող Փաշինյանը այնքան բուտաֆորային կարգավիճակ ուներ, որ այս վերջերս մի գագաթաժողովի ժամանակ փորձում էր իր մասին հիշեցնել Թրամփին Եգիպտոսում։ Հա, հենց նույն այդ Շարմ ալ-Շեյխի հանդիպանը մենք ուրիշ բաներ տեսանք, որ նա պտտվեց Ալիևի ուղղությամբ եւ ասաց, որ այս մարդու համար եմ համաձայնություններին գնացել, ցույց տալով Ալիևին։ Այսինքն ակնհայտորեն Վաշինգտոնում մենք գործ ունենք ամերիկի-ադրբեջանական համաձայնությունների հետ, որտեղ Հայաստանը բուտաֆորիայի դեր է կատարել։
Վալիևի կշիռը շատ ավելի բարձր է։ Միանշան այդտեղ նույնիսկ քննարկելու բան չկա, բոլորս գիտենք, որ դա Իրանի հնարավոր կամպանիայի հետ է կապված եւ բոլորս գիտենք, որ TRIP-ը դա բիզնես նախագիծ չէ, ինչպես փորձում են մեր իշխանության ներկայացուցիչները մեզ կերակրել կամ մատուցել, դա առաջին հերթին աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որն ուղղված է Իրանի մեկուսացմանը եւ Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։ Բոլորս գիտենք, միջնաժամկետ հեռանկարում նաև ուղղված է դա Հնդկաստանի եւ Չինաստանի ազդեցության դեմ։ Հետևաբար այստեղ մտածել, որ Միացյալ Նահանգները մեզ ինչ-որ անվտանգության երաշխիքներ են տվել, մեղմ ասած նշանակում է դիվանագիտական հարաբերություններից ոչինչ չհասկանալ, ոչ փաստաթղթով, ոչ տեսանելի ինչ-որ նշաններով չի երևում, որ Միացյալ Նահանգները հստակ երաշխիքներ են տվել Հայաստանին, ավելի շուտ էս հարաբերական հրադադարը ասենք, հա, կամ փխրուն խաղաղությունը Ալիևի բարեհաճության հետևանք է։ Չկան միջնորդներ, չկան պատերազմի վերսկսումը, հնարավոր վերսկսումը կանխող ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Այդ պարագայում կարող ենք խոսել հրադադարի, փխրուն խաղաղության, բայց ինստիտուցիոնալ խաղաղության մասին խոսել ու բացառել նոր էսկալացիայի հնարավորությունը մեղմ ասած դիվանագիտական մոտեցում չի կամ adekvat դիրքորոշում չի։ Դուք նշեցիք, որ ժամանակավոր հրադադար է, որը որ գործող իշխանությունը փորձում է մատուցել որպես ինստիտուցիոնալ կայացած խաղաղություն, որը որ բնականաբար բոլորս գիտենք այդպես չէ եւ յուրաքանչյուր պահի կարող է իրավիճակ փոխվել, այնուամենայնիվ ձեզ որոնք կլինեն Ալիևի հետագա քայլերը, արդյոք նա կփորձի մինչև 2026 թվականի ընտրություններ առավելագույնը ստանալ, թե նա կբավարարվի։ Վաշինգտոնը պաուզա էր հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ Ալիևը ըստ երևույթին այդ պաուզան մինչև 2026-ի հունիսի 7-ը կերկարաձգի, այն հստակ հեռանկարով, որպեսզի իր արժեվ պարտավորություններ ստանձնած իշխանությունը կարողանա վերարտադրվել։ Միգուցե նաև որոշակի նախընտրական բոնուսներ տրամադրի Փաշինյանին։ Մենք տեսնում ենք ռազմագերիների։ Մենք նման բոնուսներ տեսնում ենք ոնց են օգտագործում, օրինակ տրանզիտի արգելքի չեղարկման հետ որոշումները չնայած Ղազախական ծորենի։ Եթե առիթ լինի, ես այդ մասին կխոսեմ, դա իր ըստից ոչ մի կապ չուներ Վաշինգտոնի համատեքստի հետ եւ ավելի շուտ ԱՊՀ-ի Դուշանբեի գագաթաժողովին հետևող նախաձեռնություններ էր, դժվար չէր ենթադրել, որ դա Պուտինի շոր նախաձեռնությունների հետևանք է ու Ղազախստանի հացատիկից հետո շատ արագ նաև ռուսների համար, ռուսական բեռների համար չեղարկվեց դա, բայց դա թողենք, այդ քայլը գուցե 1-2 ռազմագերու ազատ արձակեն։ Այս տիպի խորհրդանշական քայլեր, որոնք շատ ակտիվ ձևով Հայաստանում օգտագործվելու են, բայց մենք հիմա արդեն տեսնում ենք շատ վտանգավոր մի իրավիճակ, երկու առումով ընդ որում TRIP-ի հետ կապված։ Մենք տեսնում ենք, որ TRIP-ի շահագործման պարամետրերի վերաբերյալ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու Իլհամ Ալիևը, երկու գագաթաժողովի են նրանք համատեղ մասնակցել, երկուսում էլ Զանգեզուրի Միջանցք արտահայտության գործածման հետ կապված, իսկ դա ընդհանրապես տերմինի վեճ չի, մենք տեսել ենք բովանդակային տարընթերցում, հա։ Այս շարունակվելու է, իսկ ընտրություններից հետո բնականաբար սա ճնշման գործիք է Ադրբեջանի ձեռքին լինելու, որովհետև տեսեք, ուժային դիսբալանսը չի փոխվել, մենք ավելի ենք թուլացել, խզում կա ուժային դիսբալանսի օգուտ Ադրբեջանի, դիվանագիտական միջավայրն էլ չի փոխվել, այսինքն ավելի պարզ ասենք, Հայաստանը չունի որևէ դաշնակից, որը նրան երաշխիքներ կտա ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեմ։ Հետևաբար, հետընտրական փուլում, եթե վերարտադրվեց Նիկոլ Փաշինյանը, կամ Ադրբեջանը շանտաժի միջոցով, կամ էսկալացիայի միջոցով փորձելու է այդ TRIP-ի շահագործման իր պայմանները թելադրել Հայաստանին։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սա Վաշինգտոնում շատ ուժեղ հակազդեցության է հանդիպելու, սխալվում են։ Ես ասեցի Վաշինգտոնին ինչա պետք, նրան բացարձակապես հետաքրքիր չի Հայաստանն ու Ադրբեջանը ինչպիսի բալանսով կգան խաղաղության։
Նրան պետքա որ իր աշխարհակաղակական պրոյեկտը չտուժի, սա մեկ։ Սա այսինքն սա տեսանելի է։ Ես կարծում եմ, այս պաուզան տրված է, սա համարեք նախընտրական բոնուս Նիկոլ Փաշինյանին։ Ընտրվելուց հետո եւ սահմանադրության փոփոխության հարցնասրվելու, բայց ավելի շատ է տրիպ կոչվածի կամ Զանգեզուրի Միջանցքի հարցնասրվելու եւ երկրորդ պատճառը ինչու չի կարող խաղաղություն լինի։ Խաղաղությունը միայն անմիջական հակամարտության մեջ ներքաշված անմիջական երկու կողմերի ցանկությունը չի։ Խաղաղությունը նաեւ հնարավոր է միայն այն պարագայում նաև, եթե կա աշխարհակաղակական շահերի բալանս տարածաշրջանում։ Թրիփը ինքը կոնֆլիկտացին նախագիծ է, ոչ թե աշխարհակաղակական բալանս է ապահովում։ Ինչպես ասացինք, ինքը սպասարկում է մի կողմից Միացյալ Նահանգներ, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան այդ առանցքի շահերը, մյուս կողմից հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի, Իրանի միջնաժամկետ կտրվածքով նաև Հնդկաստանի եւ Չինաստանի շահերի հետ։ Այսինքն եթե թրիփին զուգահեռ լիներ նաև հյուսիս-հարավը, շատ լավ կլիներ։ Այդ առաջարկը ես էլ եմ հնչեցրել, Լևոն Զուրաբյանն էլ է հնչեցրել։ Հիմա այստեղ սկզբունքային մի հարց կա։ Դա հնարավոր է հավասարաչափ։ Դա իդեալական տարբերակ է, այ դա կարող է երաշխավորել իսկապես խաղաղություն, բայց այստեղ մի հատ խնդիր կա, մենք վստահ ենք, որ թրիփը գտնվելու է Հայաստանի վերահսկողության ներքո, որ մի հատ էլ կարծում ենք, որ Հայաստանը կարող է նաև հյուսիս-հարավ իրականացնել։ Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե իսկապես մի հատ կոնսորցիում ստեղծվի Երևանի վերահսկողության տակ եւ այդ կոնսորցիումում աշխարհակաղակական բոլոր կենտրոնները ստանան իրենց մասնաբաժինը։ Մոտավորապես ոնց որ մեծ դարի գործարքներ ադրբեջանական նավթի պարագայում։ Այդ ժամանակ աշխարհակաղակական շահերի ներդաշնակեցումը կարող է երաշխավորված դարձնել խաղաղությունը։ Բայց մենք ինչպես տեսնում ենք, այդ առաջարկը, որ հնչեցվել է, կամ իշխանությունները սվաղում են, կամ ընդհանուր պատասխաններ են տալիս, ինչից այդպես էլ հասկանալի չի դառնում, ինչ լուծում են նրանք տեսնում, նրանք ընդհանրապես կարծիքով առայժմ միջև վերջ նույնիսկ թրիփի պարամետրերը չգիտեն եւ սպասում են, թե այս հարցում Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները ինչ պայմանավորվածությունների կգան։ Գիտեք, տեսականորեն ամենալավ տարբերակը, որը մեր համար պակաս ռիսկային կլինի եւ կարող է բերել քիչ թե շատ բարենպաստ հանգուցալուծման, դա այն կլինի, որ ուկրաինական պատերազմը ավարտվի եւ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ ինչ-որ կոնսենսուս ձևավորվի, այդ թվում մեր տարածաշրջանի մասով։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը կարող է ռիսկերը կառավարել, իհարկե ես նորմալ իշխանության մասին եմ խոսում, եւ այդ ժամանակ նոր մեծ էսկալացիայի ռիսկերը շատ ավելի սահմանափակ կլինեն։ Անդրադառնանք ներքաղաքական իրողություններին, տեսեք վարչախումբը շարունակում է այդ բռնաճնշումները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ձերբակալություններ եւ նաեւ Հովանավանքում տեղ ունեցած այդ տխրահարճակ միջոցառում, բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում մոբիլիզացնել լայն զանգվածներ։ Գիտեք, իմ համար սկզբանե էր բարձ, որ հակաեկեղեցական կամպանիայում Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն չունի։ Բայց նաև ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը չունի հասարակական վստահություն, այդ առումով նրա մոտ ճգնաժամ կա։ Դա տեսանելի էր դերևս 2023 թվականի Երևանի հավաքական ընտրությունների ժամանակ, եթե կհիշեք, նույնիսկ այդ ժամանակ Արցախն են կործանված չէր, դրանից 2 օր հետո չէ տեղի ունեցան այդ արյունոտ իրադարձությունները։ Իրենց հանրահավաքն ու երթը շատ ոչ տպավորիչ էր այդ Երևանի հավաքական ընտրություններում, մեծ հաշվով ԿՊ-ն Երևանում պարտվեց, եթե չլիներ իր դաշնակից կոալիցիոն 6-նոցը, ինչպես նաև եթե ընդդիմությունը կոնսոլիդացիայի գար եւ երկու մարդ չկողանային խմբակցություններից մեկից, Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության վստահության ճգնաժամը նոր բան չի։ Եվ այո, այդ Հովանավանքում ինչքան էլ իրենք քողարկեցին, դա դրսևորվեց։ Բայց դա ընդդիմության հաղթանակը կլիներ, եթե մենք վստահ լինենք, որ այդ վստահության ճգնաժամի հետ առերեսվելուց հետո Փաշինյանը ստոպ տա իր
ընթացքին այդ վտանգավոր քաղաքականության եւ վերանայումներ անի, բայց մենք հաստատապես դրա նշանները չունենք։ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր հակաեկեղեցական եւ շատ կարեւոր է համարում սա էլ անդրադառնանք հակասահմանադրական գործողությունները, որովհետեւ 3 գործոն կա, որ նրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծում։ Մեկը արտաքին աջակցությունն է այս պրոյեկտին, խորապես համոզված եմ, որ հակաեկեղեցական կամպանիան ավելի գլոբալ մի հատ ծրագրի մաս է կազմում, որտեղ արտաքին շահառուների մեջ միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն, նաև արևմտյան որոշակի կենտրոններն են, խոսքը Վատիկանի մասին է։ Ոչ միայն Վատիկան, գլոբալիստական ուժերը արևմուտքի, որոնց նպատակը մերձավոր արևելյան վերաձևավորումների մեջ հայկական պետականության սուբյեկտության հայկական գործոնի թուլացումն է, հա։ Եվ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ներքաղաքական նպատակներով քաղում է այս ծրագրի պտուղները։ Սա մեկ, երկրորդ նպաստավոր գործոնը Նիկոլ Փաշինյանի համար դա այն է, որ չնայած այն հանգամանքին, որ նրա հակաեկեղեցական կամպանիան չունի հասարակական աջակցություն, բայց այդ կամպանիայի դեմ չկա նաև հասարակական ուժեղ դիմադրություն։ Վրա արդեն ընդդիմության խնդիրն է։ Վրա արդեն ընդդիմության ցավոք սրտի դերևս անլուծելի խնդիրն է, իսկ եթե չկա, գալիս է երրորդ գործոնը, որը օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին, դա ռեպրեսիաներն են։ Հետևաբար մենք պիտի հասկանանք Նիկոլ Փաշինյանի ոնց է գործում։ Ինքը Հովանավանքում ապահովում է մասովկա եւ պրոպագանդիստական համատեքստ, բայց իրական գործողությունները ինքը անում է բռնությունների միջոցով եւ մեդիատերորի միջոցով։ 3 սրբազանների կալանավորում, Տավոշ Արագածոտ, Շիրակ, այո, բազմաթիվ հոգեվորականների նկատմամբ քրեական ինչ-որ հետապնդումներ։ Իդեպ նույն օրը 10-ից ավել հոգեվորականի հրավիրել էին քննչական կոմիտե։ Այո, այո։ Այդ հակահիգենիկ տեսանյութերի տարածումը, որը ինչքան էլ իշխանությունը փորձեց ձեռները լվալ, իսկ երեկոյանն էլ փորձեց նույնիսկ դատապարտել, ակնհայտ է, չէ, որ առանց հատուկ ծառայությունների մասնակցության նման տեսանյութեր չեն կարող ստեղծվել։ Ակնհայտ է նաև, որ առանց իշխանության քաղաքական որոշման այդ ձայնատեսագրությունները չեն կարող ուղղակի լույս աշխարհ գալ, հայտնվել չեկիստական մեթոդաբանություն։ Մաքուր չեկիստական մեթոդաբանությունը քաղաքացու անձի մասնավոր կյանքի եւ անձնական կյանքի դեմ ոտնձգությունն դա կյանքի բոլոր ոլորտները վերահսկելու իշխանության անհագուրդ ցանկության հետևանք է։ Իդեպ կարծես թե դրանով ուղերձ է հղվում նաև հանրության մնացած հատվածին, որ բոլորս խոշորացույցի տակ ենք, որ բոլորս խոշորացույցի տակ ենք, ովքեր խոսում են, որ բոլորիդ հետևից այս ձևով կգանք, բոլորիդ համար խնդիրներ կառուցենք, ուրեմն տեսեք ռեպրեսիաներ գումարած այս մեդիատերորը, սրանք են Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքները, իսկ Հովանավանքի տեսարաններն ու այն ստյոպիկը, դրանք ընդհանրապես քարոզչական գործիքներ են, համատեքստ, բան, արտաքին ֆոն, հա, որով նա փորձում է ցույց տալ, որ ինչ-որ հոգևոր խնդիր է լուծում, բայց եթե նույնիսկ ռեպրեսիաների ու մեդիատերորի վրա չկենտրոնանանք, Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական գործողություն անում, ընդհանրապես արտառոց համաշխարհային պատմության մեջ պետքա շատ լավ մի հատ ուսումնասիրենք, նայենք, որևէ դեպք ես առանձնապես չեմ հիշում նորագույն պատմության մեջ, որ որևէ պետության ղեկավար ապօրինի հավաքի մասնակցի, որովհետև պետության այդ ղեկավարը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը Պանդորայի արկղ է բացում լեգիտիմության խոցելիության կամ լեգիտիմության նկատմամբ առհամարանքի։ Սա հետո վստահ եղեք, որ հետևանք ունենալու արդեն այլ հարթություններ, օրինակ ներքաղաքական։ Օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը տկարանա, չբացառեք, որ այս նախադեպը օգտագործելով որևէ պաշտոնանկ եղած պաշտոնյան հրաժարվի կաբինետից դուրս գա, կամ օրինակ կամ օրինակ մի հատ ընդդիմադիր պոտենցիալ ընդդիմադիր գործիչ, որը ռեսուրսներ կունենա եւ որոշակի ազդեցիկություն, մի հատ մասնավոր տարածքից հայտարարի, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այսինքն այն բանը
ներքաղաքական այսօրվա կոնյուկտուրայից ելնելով դիվիդենդներ ստանալու նպատակով Նիկոլ Փաշինյանը ինստիտուցիոնալ անպամոնտաժման ու ապա կոնկրետ ինստիտուտի ապա լեգիտիմացման ճանապարհով է գնացել միջնաժամկետ հեռանկարում ական դնելով հենց իր իշխանության տակ։ Եկեղեցին ինչ պետք է անի այս փուլում, մասնավորապես վեհափառ հայրապետը ձեզ։ Գիտեք, եկեղեցին տարածության եւ ժամանակի մեջ է հաղթելու Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ եկեղեցին պիտի համարժեք պատասխան տա, այդ մարդիկ սխալվում են կամ էլ մեր եկեղեցու առանձնահատկություններին լավ չեն տիրապետում։ Որտեւ եթե օրինակ, եթե գնայինք Հովանավանք, փորձենք վիժեցնել այդ կեղծ պատարակը, դա ջուր ենք լցնելու Նիկոլ Փաշինյանի ջրարացին, որովհետև ինքը արյունահեղությունից չի խորշում, դուք այդ շատ լավ պիտի որ իմանաք, արյունահեղության վրա նա նույնիսկ ձեռքեր էր տաքացնելու։ Ես կարծում եմ, թե ընդդիմությունը, թե եկեղեցին պետքա գործիքակազմ մշակեն, այլընտրանքային օրակարգեր գեներացնելու եւ ասիմետրիկ քայլեր անելու, այսինքն մենք պիտի տարածության եւ ժամանակի մեջ հաղթենք իշխանությանը, թույլ տալով, որ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ապա լեգիտիմացված process-ում մսխի ռեսուրսները։ Ձեզ սպասվում է արդյոք նոր գրող վեհարանի ուղղությամբ, որ օրինակ մենք տեսանք Ամռանը։ Եկեք ասենք մենթական կամ կագեբեշնական ռեյդ, հա, որովհետև հոգևոր հավաք դեպի Էշմիածին չի լինելու։ Իսկապես Նիկոլ Փաշինյանը այդ վստահության ռեսուրսը չունի եւ մեր հասարակությունը չնայած ամեն օր եւ ամեն ժամ ենթարկման մեդիա տերորի դերևս այդքան չի դիմազրկվել նման հակաստվածային եւ հակասահմանադրական ակցիայի մեծ զանգվածներով մասնակցելու համար։ Ես չեմ բացառում այդ ռեյդը, որտեվ ցավոք սրտի նշեցի, որ հանրային դիմադրություն էլ չկա։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կարողացել է տակտիկական հաղթանակի հասնել, իսկ մենք արդեն փորձարկումներ տեսել ենք, դուք կոնկրետ խնդիրներ լուծելուց բացի, հատկապես Բագրատ Միքայել Սրբազանի, նաև Գյումրիի քաղաքապետի դեմ իրականացված ռեյդերը այդ նաև նախապատրաստություն էին, շատ ավելի մի սարսափելի դիվային քայլի, այսինքն եկեք մենք հոգեբանորեն նաև պատրաստ լինենք դրան, ոչ թե ընկճվելու համար, այլ ընդհակառակը փորձենք կանխել կամ եթե չենք կարող կանխել, փորձենք որ կարող եք վեհապառի կալանավորման ականատեսել մենք լինենք։ Ի վերջո, եթե մեկը իրան Աստծո եւ եկեղեցու միջև միջնորդ է համարում եւ ապօրինաբար որոշում է, որ հոգեվորականը կարող է համարվել ուրեմն կարգալույծ եղած, իսկ որը ոչ, եթե մեկը խրախուսում է, որ Հովանավանքում փառաբանվի ոչ թե Աստված, այլ իր անձը, կներեք այդ մեկը նշանակում է հոգեբանական, բարոյական, քաղաքական, հոգևոր որևէ տաբու չունի, գնալու համար նաև այն քայլին, որից բոլորը սարսափում ենք, ասենք կաթողիկոսի կալանավորմանը կամ նրա դեմ քրեական հետապնդմանը։ Եվ վերջում 1 տարի առաջ հարգելի Դավիթ, այս տաղավարում կամ որևէ այլ տաղավարում մենք չէինք էլ կարող նույնիսկ մտածել, որ կարող են մեր սրբազանները կալանավորվել։ Միշտ այդ տարբերակը խիստ անհավանական ենք համարում, որտեղ համարում ենք, որ յան ազգանունով մարդիկ չեն կարող գնալ նման, ինչ ասեմ, եկեղեցու դեմ իրենց դիվերսիոն մտադրություններում այդքան նենգ ու հեռուն գնացող չեն լինի, բայց տեսանք, որ մեկի փոխարեն 3 սրբազան ունենք կալանավորված, հələ մի քանի հոգի այլ հոգևորականներ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրներ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։